բարի լույս, ինչպես եք, այո, բացում եմ նոր տեսանյութ, մի քիչ ուշացումով էլի, դե արդեն դարձել է ավանդույթ, ուշ տեղադրել է, նորից թեմուից ունենք պատվեր, Վահանը պատվեր է արել, հիմա բացեմ, միասին տեսնենք, ինքը հենց նոր բարձրացրեց առավոտը, մեր մոտ ժամը 10 է, գնաց աշխատանքի, հիմա, ես էլ չգիտեմ, մոտավոր ասեց, իր սուրճի մեքենայի համար, ինչ-որ դետալներ է պատվիրել, բայց ասեց էլի մեջը, փոքրիկ պատվերներ կան, հիմա տեսնենք, սա ինչ է, սա ականջակալ է, Lenovo-ի ականջակալ է, ժողովուրդ, տեսեք, հիմա տեսնեմ, փորձեմ աշխատեմ արագանեմ, ձեզ չհոգնեցնեմ, այսպես, երևում է, չէ, այսօր մենակ եմ նկարում, ուսամ երևում է, այսպես իր փոխելու, ինչ են ասում, մի խոսքով նասատկաները, սա էլ, այս ականջակալ, թե ականջակալ չի, չգիտեմ ճիշտն ասած, կտեսնենք միասին, չէ, սա ոնց որ ականջակալ չի, ժողովուրդ, ականջակալեր են, ճիշտ է, տեսեք, այսպիսի ականջակալեր են, սա էստեղ, ես էլ չունեի, ճիշտն ասած, ես Վահանին խնդրել էի, որ ինձ համար ականջակալեր պատվիրի անլար, որովհետև գիշերը արթնանում եմ, կամ ասենք չեմ ուզում, ինքը պարապում է, չեմ ուզում խանգարել, սա էսպես, տեսնենք սա ինչ է, մի րոպե հերթով, սա ինչ է, չգիտեմ, սա երևի կրիչ է, հավանաբար սա կրիչ է, սիրելիներս, մի րոպե, ես ինչպես է բացվում, չգիտեմ սա ինչ է, ոչ պտտվում է, ոչ բացվում է, չեմ կարող ասել սա ինչ է, սիրելիներս, լավ, Վահանը կգա կհարցնեմ, ձեզ սա երևի այդ սուրճի ապարատի ինչ-որ դետալ է, չեմ կարող ասել, ինչը չեմ հասկանում, եկեք չասեմ, սա ինչ է, USD է, SSD, ինչ-որ չգիտեմ ինչ է, արժե բացել, ուզում եք բացեմ, թե չէ, դուք գրեք, եթե ուզում եք բացեմ, դուք էլ տեսնեք, եթե սենց տեխնիկական բաները չեք ցանկանում, չբացեմ, մի վարկյան, փորձեմ, հուսավ երևում է, չէ, մենակ ոնց եմ նկարում, սա էսպես, ուզում եմ արագ անել, սա կարծես թե կրիչ է, թե ինչ է չգիտեմ, ինչ-որ SSD, եթե հասկանում եք, հասկացակ, ես չեմ հասկանում անուշիկներս, իր այսպիսի լարով, մալուխով, սա էստես, ես լավ չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, բաներ կա, որ ես չեմ ճանաչում, չեմ կարող այս դեպքում ասել, սա ինչ էր հիմա, սա այդ սուրճի դետալներից է, սուրճի մեքենայի համար պրես է, որ սեղմում է սուրճի ինքը պրես է լինում, սա էսպես, հետո, տեսնենք, սա էլ է, այդ սուրճինը, տեսեք, դա դրվում է մեջ է, ցանցը, սա իր սուրճի ապարատներն է, սա էլ է սուրճինը, տեսեք,
բացեմ, այստեղից է բացվում։ Սա իր այդ սուրճի մեքենայի, ահա, տեսեք, սուրճը լցնում է այստեղ, սուրճը այստեղ է լցվում, այդ բանով այսպես պրես են անում, հետո նոր եփում է։ Վահանը այս սուրճերի մեծ սիրահար է, մեքենայի սուրճերի, այս մաշինկա են ասում, ռուսեր են ասեն, որ ավելի հա պարզ ու հասկանալի լինի։ Ահա, սա այստեղ, ահա, սա էլ է այդ նույն դետալից։ Սկզբում ուզում եմ տուփերը բացեմ։ Սա էլ, ահա, պրեսն է, սա էլ պրես է պատվիրը։ Տեսեք, այդ որ ասեցի դնում ենք մեջը, սրանով սուրճը սեղմում ենք։ Արդեն շատերը գիտեն, ունեն, բոլորն էլ վստահ եմ, որ ծանոթ է։ Նոր գյուտ չեմ անում, սիրելիներս, ահա, սա այստեղ, սա, տեսնենք ինչ է։ Օ, հովանոցը, հովանոց, այո, զոնտիկ է, այսպիսի զոնտիկ, էսի լավ զոնտիկ է, ու ավտոմատ է, մի խոսքով էլ չեմ բացում, զոնտ է, հովանոց է, տեսակ, ահա, հիմա, արագ տեղադրեմ, սա այսպես, սրանք էլ, գիտեք ինչ են, փոքրիկ գլխարկները, որ կերակուր են փակում եւ այլն, արդեն իմացակ, էլ չեմ բացում, սա էլ չեմ բացում, որ չթափվի այս կողմեն, կողմ էստեղ մի հատ էլ տուփ ունի Վահանը պատվիրած, այս անգամ Վանը ոնց որ, ահա, բոլորը այսպիսի, ահա, սա էլ էլի նույն սեղմիչն է, որ սա դուրս է գալու, ահա, ինքը տակ արծաթը, ուզում եմ ինքը գա բացի, դրա համար չեմ բացում էլի, քանի որ իրեն է պատկանում, այս էլ սա էլ սուրճի համար է, այսպես, անուշիկներս, մի հատ էլ ոնց որ թե շապիկ տեսա ներսում, հիմա դա էլ, և կարծես թե վերջ, այո, սա էլ ինչ որ շապիկ է, մի վերջ է, Օ, այս ինչ լավն է, տեսեք, սա էլ այսպիսի շապիկ է, տեսակ չէ, երևում է, լավ եմ պահել, մի խոսքով, այսպիսի շապիկ, պոլո, սա էլ այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ դադար տամ, ես դեռ նորմալ չեմ լավացել, դեռ չեմ լավացել, դեռ հազում եմ, այստեղ ունեմ յասամաններ, Վահանս էր ինձ համար բերել, այս յասամանները, արդեն չորացել է, անկեղծ մեջը շաքարավազ էի լցնում և այլն, բայց ինչքան որ ապրեց, մոտավորապես մեկ շաբաթ ապրեց, ոտիկները կտրում էի, նորից սառը ջրի մեջ, անդադ ջուրը փոխվում էր, բայց իր կյանքը այդքան շատ երկար չի, պարզապես այնքան անուշոտ է տանից գալիս, այսպես, այստեղ ասում եմ առայժմ, այսօր տարեդարձի եմ, կգնամ, տեսնեմ, եթե հարմար լինի, անպայման ձեզ համար կնկարեմ, սիրելիներս, այստեղ ասում եմ առայժմ, կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, ողջույն, տանից դուրս եմ եկել, ոտքերս խնայից հանել եմ, եկել ենք, տեսնեմ ով է, չգիտեմ, Կարեկին, անունը չեմ, ազգանունը չեմ տեսնում, Կարեկին, հա, չէ, Գարուն է գրված, ինչ Գարուն, չգիտեմ, գիտեմ, որ այգին Վահագն Դավթյանի անունով է, Կոմիտասի շուկայից մի քիչ ներքև, այն 3 շենքերի դիմացի այգին է,
Չգիտեմ, որ կոչվում է Վահագն Դավթյանի անվան, բայց այստեղ ինչ էր գրված, չգիտեմ, մի խոսքով տանից դուրս ենք եկել, Վահան ասում է իջնենք նստենք, արի իջնենք նստենք, համ գեղեցիկ կնկարեմ, համ էլ մի վարկյան, որ ձեռքս դողամ, կներեք, աստիճան միջնում, այսպես, ահա, ստեղ ինչ-որ սրճարան է, չգիտեմ, հազս դեռ չի լավացել և մոռացել էի, որ ինձ շատ լավ օգնում էր Ռեհանի թուրմը, ահա, տեսեք ինչ գեղեցիկ է ծաղկել քաղաքը, սիրուն, բայց քեզ չեմ նկարում, Վահանը անդադ խուսափում է, թվում է, թե ես իրեն նկարում եմ, չեմ նկարում, տեսեք, սիրուն ծաղկել են, կանաչել են, Երանի միշտ սենց մաքուր պուպուշ պահեն, չնայած պահում են, այս Արաբկիրի համայնքապետարանը շատ լավ հսկում է այգիները, ահա, հեսա մենք էլ միտեղ 5 րոպե կնստենք, շունիկը, սունսունիկը, այնտեղ շատրվաններ կան դիմացը, Ոմորդ, Վահագն Դավթյանի արձանն, այո, ես գիտեմ, շունիկը չգիտեմ, տիտիկ էր տեսել, անկեղծ Վահագն Դավթյանի ստեղծագործություններին շատ այդպես ծանոթ չեմ, չգիտեմ, ասենք Համո Սահյանը շատ ավելի վառ գրող է, բնության նկարիչ, հիանալի, շատ լավ լեզվական վրձին ունի, եթե կարելի է այդպես ասել, նստեմ ու թեքեմ իմ կողմ, ակնոց եմ դրել, որովհետև այս ծառերից հաներ են թափվում, աչքերիս ամառը եկավ, արտադրությունը սկսեց իմ աչքերից էլի, աղավոր, մի խոսքով, ուզում է ասեի, որ Վահագն Դավթյանի ստեղծագործություններին շատ սովոր չեմ, ծանոթ չեմ, ինքը չեմ ուզում քննադատել, ես չկամ այդքան, որ քննադատեմ, եթե իր անունով այգի կա, ուրեմն ինքը մեծություն է, բայց ինքը ավելի թույլ բանաստեղծ է, ասենք քան Համո Սահյանը, դե Շիրազը, դե Սևակը, մեկ այլ խոհափիլիսոփայական գրող է, Սիլվա Կապուտիկյան շատ եմ սիրում, Սիլվա Կապուտիկյանի գիրքը գիրս մնա հիշատակող անգիր գիտեինք, ես ու մամաս, Արույր Սևակի մարդահափի մեջ, ժողոված ունիմ, մի խոսքով, ժողով ջան, էլ չեմ ասում Շիրազ, որ Շիրազ պաշտել եմ, Շիրազը իմ էությունն է, իր հայրենասիրական ոգով, դե Սևակի մասին, ինչ կարող եմ ասել, Սևակը դա Սևակն է, Իսահակյան, դե Թումանյանը Թումանյան, Թումանյանը ավելի միստիկ գրող է, ինչպես Աղայանն էլ է միստիկ գրող համարում, Աղայանն իդեպ եղել է քուրմ, եթե տեղյակ չեք, ասեմ, որ թաքնագիտական դպրոցում որպես քուրմ է եղել ինքը, և դրա համար Աղայանի հեքիաթներից, ինչպես Արեգ Նազանը, հետո Ասլան Բալան, դրանք բոլորը միստիկ հեքիաթներ են, հատկապես Հազարան բլբուլ Արեգ Նազանը, Հազարան բլբուլ կամ Արեգ Նազանը, մի խոսքով,
Ես էլ այսպես ոտքերիցս խնայից հանել եմ, ոտքերս խնայից հանել եմ դուրս եմ եկել այսօր զբոսանքի Վահանի հետ, արդեն Վահանը նեղանում էր, ասում է ամբողջ օրը տանն ես, այդպես չի կարելի, դուրս արի տանից, ես էլ դուրս եմ եկել տանից, բայց հատ շոկ է, ես էլ կներեք պիջակով եմ, բայց վախենում եմ ես ազիս պատճառով, առայժմ հանեմ, փոխեմ պիջակս, հա, Այսպես սիրելիներս, դե ինչ, եթե մի ավելի հետաքրքիրելի կադր տեսնեմ, հետաքրքիր մի բան տեսնեմ, անպայման ձեզ համար կնկարեմ գրկում համբուրումում, այստեղ ասում եմ առայժմ։ Ովուր ջան, մենք տուն ենք վերադարձել, այգում երկար չնկարեցի, մեր բարեկամներին տեսանք, շատ հարազատ մարդկանց, իրենց հետ բարձրացանք մինչև Սիթի, փոքրիկ առևտուր ենք արել, ձեզ հետ կկիսվեմ։ Այսպես, ուրեմն Վահանը գնել է Մարկ Սևունի կոնֆետներ, շոկոլադներ, ասեց զեղչվել էին, շատ լավ գին, չգիտեմ ինչքան է զեղչվել, հիմա նայեք, զեղչվել է 1 կիլոգրամ է, հիմա 2645 դրամ, թե մինչ այդ ինչքան է եղել, չեմ կարող ասել, այստեղ սիրտը շատ ուզեց այս կորեական գազարից, հետո մսեղեն ենք մի քիչ գնելն ու այսպես ձեռքի հետ ուտելու, քանի որ մենք ճաշեղեն չենք ուտում, հա, այսպիսի, այս ինչա, ժելատին, այս 3 հորաքույրս ասեց, որ ոտքերի համար լավ է, ասում է կեր, ոսպորտի համար, հա, նու այդքան շատ չեմ սիրում, բայց գնել եմ, փորձեմ, հետո, այսպիսի, ինչ է սա, ապուպ չի, ինչա, վիչինային ինչ են ասում, մորտադելա է կոչվում, այսպիսի, համեմունքներով, սա բիելայի վիենականն է, Էրիկի համար եմ գնել, ինքն է սիրում հոտդոգ, հետո սիրտս թթու վարունգ էր ուզում, ոնց էր սիրտս թթու վարունգ ուզում, ժողովուրդ, թթու վարունգ եմ գնել, հետո Էրիկիս համար պարտադիր գազար, որ հիմա տալիս եմ խնձորի հետ, որպեսզի արյունը չխտանա, հետո այս բիսկոտիների վրա էր, ինչա, բրուսկետաների վրա էր զեղչ, 300 թե 200 քանի դրամ էր, 3 հատ սրանից ենք վերցրել կռաբով, թարմ կարտոֆիլ, այնքան լավ կարտոֆիլ է, ժողովուրդ ջան, այնքան լավն է, բայց թանկ էր, 795 դրամ 1 կիլոգրամը, հա, հետո էլ ինչ ենք գնել, իմիջիայլոց մենք սկսել ենք միմիային ուտել վրացական պուրի, մեր սովորական մատնակաշը չենք ուտում, հաջորդ օրը չորանում է, ուտել չի լինում, գիտեմ, ասում եք, որ մեջը վիտամիններ չկա դրանից է և այլն, բայց չգիտեմ, սա ավելի լավ ենք հիմա ուտում, սա մեր տանը չի մնում, արագ սպառվում է, ահա, իմ քաղցրակերը էլի գնել է Մարկ Սևունի, սա գնել է անանուղ, Grand Candy, ահա, և այսպիսի տախտակ եմ գնել կերակուրը կտրատելու համար, բանջարեղեն և այլն, իմս արդեն փչացել էր, հա, էլ ինչ ենք գնել Վահան ջան, ահա, հիմա ձմերուկ եմ գնել, 3 ձմերուկ ենք կերել, պարսկականն է, բայց այդ ինչ քաղցր ու համով է, նույն հողն է, ժողովուրդ ջան, նույն հողն է, ոչ մի տարբերություն, և ուրեմն այսպիսի green mix եմ վերցրել իմ ծաղիկների համար, շատ լավ պարարտանյութ է, և այս ձմերուկը այսօր զեղչվել էր 275 դրամ, հեսա կկտրենք, կմնա կսարի, ես այնքան ծարավ եմ էլ ասելու չի, այսքանն էր չէ մեր առևտուրը, վերջ, ուրա կտրոնը, հիմա կտրոնն էլ ձեզ հետ կիսվեմ, տեսնեմ Վահանը սուր է դրել կիտրոնը չէ, կտրոնը, մոտավորապես ինչքան էր Վահան, կհիշես, հա, 16,000-ի կարգի մոտավորապես, 15-ու մի քիչ պոչիկով, ահա, այսպես անուշիկներս, սա էլ այսպես, այստեղ ասում եմ առայժմ, հետո նորից կմիան, պուպուշիկներս, ուրեմն այս 2-3 հորա սիրտը սահավոր սուշի ա ուզում, շատ էի լսել, որ Da Vinci սուշին լավագույններից է ու թարմ է, չեմ գովազդում, ինչ լսել եմ էդ եմ ասում, հա, հիմա բացենք,
տեսնենք իրականությանը մոտ է, թե ոչ։ Ահա սիրելիներս, ես մի պահ միայն ընդմիջեցի, որպեսզի բացեմ բոլոր տուփերը ու դուք տեսնեք։ Այստեղ սա նվեր է գալիս, սա տեմպուրա է, այսինքն տապակած է։ Ինքը ձիթայուղի մեջ տապակում են։ Սա տեմպուրա է կրաբով։ Այստեղ ունենք 2 հատ այս սոյայի սոուս ունենք, իրենք անպայման հարցնում են, թե քանի հոգու համար է նախատեսված, ըստ այդ քանակի էլ իրենք փայտիկներ են դնում, ես 3 էի ասել, իրենք 4 են դրել, ահա, սոյայի սոուս ունենք, ամաններ ունենք այստեղը, ես սրանից ունեի, ինչ են ասում, կոճապղպեղի թթուն ունենք և իմ շատ սիրելի վասաբին ունենք, սա էսպես, հիմա տեսնենք այստեղ ինչ կա, տեսնենք, ահա, այստեղ Կալիֆորնիան է, սա չգիտեմ, հա, սա թունաձկով է, սա են փոքրիկ խավիարիկներովն է, ես անունները լավ չգիտեմ, անկեղծ ասած, հա, այսպես լավ թող բաց մնա, և հաջորդ տուփը, ահա, սա էլ այսպիսի, սեթե այս փոքրիկները Էրիկի համար է, Էրիկը սրանք է ուտում հիմնականում, հա, ու մնացածն էլ մեզ համար, ես ու Վահանը շատ չի ուտում, ես եմ ուտում, բայց թե սա ես մի 3 օր կուտեմ, այսպես անուշիկներս, այստեղ ձեզ ասում եմ, առայժմ կուտեմ անպայման կասեմ համեղ է թե ոչ, դուք էլ պատվիրեք, ուղղակի գրում եք Da Vinci Sushi, այսպես ցույց տամ, երև մի քիչ կեղտոտ էր, իրենք են էլ այսպես բերել, ես չեմ մարել, այսպես և ինստագրամում և ֆեյսբուքում իրենք ունեն, այս սեթի արժողությունը 14600 դրամ, 56 կտոր է, գումարած 8, հա, թե 54 կտոր, կամ 54 կտոր է, կամ 56, և գումարած 8 կտոր ևս, այսպես, սա նվեր է, այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ տամ, անպայման կասեմ, լավներ թե չէ։ Բարի լույս հրաշքներս, տեսեք թե ինչ հրաշքից եմ սկսում, իմ ամենասիրելի ծաղիկները, պիոնները, հայերեն մոռացել եմ ինչպես են ասում, հազարավարդ, լավ չեմ հիշում անունը, սա 3 ինձ Վահանս է բերել նվեր, գիտի որ շատ եմ սիրում, սրանք դեռ կոկոմներ են, ահա փակված են դեռ, բայց կբացվեն, որովհետև սրանք էլ են 3 փակված, ուզում եմ ջուրը փոխեմ, մտածեցի կիսվեմ ձեզ հետ նոր, այսպես, ոնց եմ սիրում ես այս ծաղիկները, վայ, և հատկապես այս գույնն եմ սիրում, որովհետև հենց այս գույնն է, որ շատ անուշ բույր ունի, վարդի բույր ունի, թույլ շատ մեղմ բույր ունի, կան գինեգույն, են վառ, բարդովի, բայց դրանք հոտ չունեն, սպիտակներն ու վարդագույնները ունեն, այսպես, շատ եմ սիրում բնության հրաշք, Դա էլ իմ ալպիական մանուշակն է, ժողովուրդ ջան, ուրեմն դրել էի պատուհանագոգին, բայց փեղկերի մեջտեղում էի դրել, պատուհանի փեղկերի մեջտեղում, որպեսզի շատ արև չլինի, չայրվի ծաղիկը, ամբողջովին տեսեք, տերևները ամեն դեպքում 3 պառկած էին բոլոր տերևները, 3 չորացած ցողուններն եմ պոկել, չորացած տերևներն եմ պոկել, այս 3 հատը մնաց, սրանք ընդհանրապես այսպես երկար պառկել էին, շատ ծանր, շատ վատ վիճակում էին, տեսել եք պարարտանյութը, որը գնել եմ, դրանով ջրեցի, դրեցի դրսի պատշգամբին, պատշգամբի այդ հենվելու տեղին եմ դրել, պատին, այսպես լավ սիրուն ձգվեցին, հա, հետո մորաքրոջս հարցրեցի, քանի որ ինքն էլ ուներ, տարիներ առաջ ինքը շատ մեծ հավաքածու ուներ ալպիական մանուշակների, ասեց իրենք չեն սիրում քամի, երևի պատուհանագոգին դրել ես, ասեց արևից պաշտպանել ես, բայց արանքից քամի ա փչել, դրա համար էլ այսօրն են ընկել, հիմա այսպես բերել դրել եմ սենյակի սեղանին, տեսնեմ ամեն դեպքում չեմ ուզում փչանա ծաղիկս, այստեղ չգիտեմ, սրանք պետք է հեռացվի, բայց չի հեռացվում է,
Սրանք այնքան ամուր են կպած այս սոխուկին։ Տեսեք սոխուկը, ես սոխուկը փակել էի, ովքեր գիտեն, սոխուկը պետք է փակել, թե ոչ։ Ահա արդեն չորացել է։ Լրիվ չոր է, հիմա նորից պիտի բերեմ ջրեմ։ Այսպես, այստեղ տեսեք ամանը տեղ ունի արմատները ջրելու համար, նույնիսկ էլի, բայց վախենում եմ շատ ջրեմ, հանկարծ արմատները չնեխի։ Ահա, այսպես, ովքեր գիտեն ինչպես են պահում ալպիական մանուշակը, շատ եմ խնդրում գրեք իմանամ։ Բարի երեկո սիրելիներս, բարի երեկո, գիտեմ պատժվելու տեղ ունեմ, որովհետև շատ եմ ուշացնում իմ տեսանյութերը, շատ եմ ուշացնում, հուսամ, ախր գիտեք ոնց է, ամենասկզբից նյութերը հավաքում եմ, փոքրիկ նյութեր եմ հավաքում, ուզում եմ տեղադրեմ, տեսնում եմ 5 րոպե, 6 րոպե է նկարվել, թվում է թե շատ է, ինձ թվում է դրանից առաջ թե շատ եմ նկարել, բայց որ տեղադրում եմ, տեսնում եմ, սկսում եմ հավաքել ծրագրի մեջ, պարզվում է ընդամենը 6 րոպե, 7 րոպե ամենաշատը տեսանյութ է։ Դրա համար էլ փորձում եմ փոքրիկ ինչ-որ բաներ հավաքել։ Դե հիմա էլ որոշ չափ հավաքվել էր, ասի մի քիչ ձեզ հետ զրուցեմ ու տեղադրեմ։ Սկսեմ նրանից, որ մեր ծիտիկները այն 5 ձուն հիշում եք, 6-ն էին, դարձան հաջորդ օրը 6-ը, բայց 6-ից ոչ մեկը ծիտիկ դուրս չեկավ, ձագուկ դուրս չեկավ, սիրելիներս։ Հիմա Վահանին խնդրել եմ, որ այսքան միասին որոշեցինք, որ ձվերը տեղափոխենք, որպեսզի մի նոր թռչուններ կան, նոր ընտանիք այդտեղ ձուածի։ Այսպես, հետո ուզում էի խոսել վերջին իրադարձությունների մասին, քանի որ քիչ առաջ Facebook-ում էի եւ այդ դպրոցի հետ կապված, ուսուցչու հետ կապված, մոռացա որ դպրոցներ, հա, որտեղ մի խոսքով արդեն իմացաք դուք։ Որը? Հա, Մերձավանի, ճիշտ է ասում Վահանը, ուսուցչուհու մասին էի ուզում խոսել, սիրելիներս, նախ ուզում եմ հիշեցնել, որ ուսուցիչը եթե կրթված չլինի, կրթություն չունենա, չեմ կարծում, որ իրեն կընդունեն աշխատանքի։ Այսօր ուսուցիչները շատ վատ վիճակում են ապրում, հատկապես իր տարիքի, ոնց հասկացա ինքը չունի ընտանիք այս ուսուցչուհին, չունի երեխաներ, չունի ընտանիք, չունի եւ մենակ մաքարում է։ Գիտեք, գալիս է մի այնպիսի տարիք մարդու կյանքում, երբ սենտիմենտալ մարդը, հուզական մարդը կարող է հետ գնալ իր մանկություն, իր պատանեկություն եւ որոշ օրինակներ բերել։ Ես հիշում եմ դպրոցական տարիներին, մենք ոչ միայն դպրոցական, ուսանողական տարիներին մեծ աղջիկ էինք արդեն, հասուն, խելացի, մեզանից շատերն արդեն ամուսնացել էին։ Ես հիշում եմ, մենք էլ յասամանի մեջ 5 հատ, 6 հատ թերթիկով որ գտնում ուտում էինք, ոչ թե ամբողջ ծառն էինք ուտում կամ ամբողջ ճյուղը, այդ մի հատ 5 հատանոց կամ 6 հատանոցը պոկում էինք, ասում էինք երազանք պահի, երազանք էինք պահում, ուտում էինք, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ամբողջ խնդիրը ընտանիքից է գալիս, սիրելիներս, ամբողջ խնդիրը, այո, ուսուցչուհին եւ առասարակ մանկավարժը, կրթողը, երեխային ոչ թե պետք է զբաղվի երեխայի դաստիարակությամբ, այլ պետք է զբաղվի երեխային կրթելով, տալ որոշակի գիտելիքներ, մինչև ինստիտուտ, մինչև բարձրագույն կրթություն, մնացածը լվացվել, արթնանալ, մեծերի հետ խոսել, նստել ճիշտ սեղանի շուրջ, ես չեմ հիշում, որ մեր ժամանակ դա մեզ դպրոցում սովորեցնեին, դա մեզ սովորեցնում էին մեր ընտանիքներում, ցավոք այսօր շատ մայրիկներ եւ մեզանից 1-2 սերունդ հետ էլի ժամանակի երեխաներ եւս դաստիարակված չեն։ Գիտեք, ամենացավալին որն է, որ կան կրթված անդաստիարակներ, սա ամենասարսափելին է։ Ես հիշում եմ, որ իմ տատիկների ժամանակ մամաս միշտ ասում էր, տատիկս կրթություն չի ունեցել, քանի որ գաղթական են եղել, Մուշի Բուլանխ գյուղից են եղել, գաղթել են ընտանիքով,
ասում է տատիկս կրթություն չուներ, բայց ամբողջ ասում է թաղը գալիս տատիկիցս խորհուրդ էր հարցնում, լինեին դրանք տղամարդիկ թե կանայք։ Այսինքն ներքին դաստիարակությունը, մայրական դաստիարակությունը դա շատ կարևոր դեր է խաղում։ Մայրս պատմում է ինչպես իր տատիկի, իր մամայի տատիկը իրեն ասել են գաղթական Զանո։ Ասում է միշտ ինձ կանչում էր, ասում էր գայրան է, արի նստի կուշտս, թելասեղ սորվի բալաջան, արա ինձ սորվի քեզ։ Եվ եսա մանրուքն եմ ասում, հա, եսա մանրուքն եմ ասում, բայց շատ ավելի խորը դաստիարակություն կա, սիրելիներս, մեծին չպատասխանել, լինել զսպված։ Չի կարելի, մի մատ երեխան կանգնել, ծիծաղում է ուսուցչի վրա, երթումներ է ինչ-որ տալիս և մի ամբողջ դպրոց քրքջում է ուսուցչի վրա, բա կարելի է։ Ես ես սովորական մի դեպք, այսքան սովորական դեպք չէր, պատմեմ իմ տղայի հետ կապված, Էրիկս բավական բարդ մանկություն է անցել իր ակտիվ լինելու պատճառով։ Դպրոցը ասում էր քաշելիք ունենք, բակում ինքը, այսպես ասած, հիմա հայրեն բառը չեմ կարողանում հիշեմ, ավտորիտետ, այսպես ասած, ինքն էր ղեկավարում բակի երեխաներին, բաժանում էր իր բոլոր խաղալիքները։ Ես չեմ տեսել երբևէ, որ իմ երեխան իր խաղալիքը չտա բակի որևէ երեխայի, չէ, տալիս էր, մեր տան բոլոր կոնֆետները տանում էր բակ, բաժանում էր, անցորդներին բաժանում էր, բայց հիպերակտիվ էր, սիրում էր կառավարել, սիրում էր, դու ստեղ նստի, դու էս արա, էս վերցրու ստեղ նստի խաղա, մի խոսքով։ Եվ ես հիշում եմ, որ դասի ժամանակ ինքը շատ անհանգիստ էր, որովհետև բավական գիտելիք ուներ։ Մենք զբաղվում էինք տանը, և ես, և մայրս զբաղվում էինք Էրիկով, շատ էինք զբաղվում, և երեխան բավական գիտելիքներով գնաց դպրոց։ Հիմա հասկանում եմ, որ նաև դա էր իմ սխալը, որ երեխան չպետք է գնա դպրոց գիտելիքներով, հա, որոշակի գիտելիքներ պիտի ունենա, դաստիարակված պիտի գնա, որոշակի փոքրիկ գիտելիքներով, որպեսզի երեխային դասաժամը ձանձրալի չթվա։ Եվ ունեին մի ուսուցչուհի, որ ընդհանրապես իրենց դասվարն էր, որ ընդհանրապես կապ չուներ դասվար լինելու հետ, ինքը Կարուձևի ուսուցչուհի է եղել։ Եվ չուներ մանկավարժական կրթություն, որ կար երեխաներին մանկավարժական մեթոդներ, թելադրեր։ Եվ այսպես մի անգամ գնում եմ դպրոց Էրիկին բերելու, աշակերտները վրա են ինձ տվել, բա գիտեք ասում է, դասատուն Էրիկին ասել է սատանա։ Էրիկս հուզվել է, Էրիկը շատ հուզական մարդ է, շատ նուրբ հոգի ունի։ Ես ասի ոնց ասում եմ, ճիշտ եք ասում, վայ, բոլոր ամբողջ դասանը գերազանցիկ սովորող են ճշտապահ երեխան եկել է ինձ ասում է, հա գիտեք ասում ուսուցչուհին Էրիկին սատանա է ասում, որովհետև չի կարողանում նստի, գնում է գրատախտակի մոտ հետ է գալիս։ Ես բարձրացա վերև ուսուցչին տեսնելու, ասում եմ ինչ եք նման բան ասել, երդվում է, ասում է ես չեմ ասել թորնիկներիս արև, ես չեմ երեխաները կողքից միջամտում են, ասում են ոչ, դուք Էրիկին էսել քանի անգամ սատանա եք ասում, ես խնդրեցի երեխաներին լռել, իջնել բակ, մենք ուսուցչի հետ հարցը կպարզենք։ Ես ասի դուք գիտեք ինչ, դուք ձեր վրա մեծ մեղք եք վերցնում, այսքան երեխա, անմեղ երեխա չէր կարող խաբել, հա, երկրորդ դասանի երեխան, առաջին, երկրորդ դասանի երեխան այդքան միտում չի ունենա, գա ինձ խաբի ասի, գիտեք, ձեր երեխային են էլ գերազանց սովորողները, ովքեր շատ ավելի ուշիմ են լինում։ Եվ մի խոսքով, ասիմ տղան մկրտված է, ես իմ տղային 40-ից հանել եմ, այնուհետև մկրտել ենք։ Իմ տղան չի կարող սատանա լինել, ես ձեզ շատ եմ խնդրում, ոչ ձեր լեզուն կեղտոտեք, ոչ էլ իմ երեխային պիտակավորեք, ոչ ձեր ասելով է իմ երեխան սատանա դառնալու, ոչ էլ ձեր անեծքով է մեծանալու իմ տղան։ Իմ տղային վրա այնքան օրհնանք կա, ինքը մկրտված է և դրանով ամեն բան ասված է, իմ տղան պաշտպանված է, արարչական ծիրանիով պաշտպանված է,
դուք չփորձեք երբևէ իմ երեխային վիրավորել։ Մի խոսքով ինքը երդվեց, վա ինչ եք ասում, բան, իհարկե ես հասկանում եմ, որ ինքը այդ պահին ինձ ստում էր, որովհետև անդադ աչքերը փախցնում էր, անդադ դեմքը ինձնից փախցնում էր, շտապում էր, ես շտապում եմ, կներեք, ես իհարկե աղմուկ չարեցի դպրոցում, խոսակցությունը մնաց իմ եւ ուսուցչի մեջ, չկրկնվեց դեպքը, այլևս չկրկնվեց, ես ուրախ եմ, որ ուսուցչուհին հասկացավ ինձ, եւ ես էլ տղայից հորդորեցի, Էրիկին շատ հորդորեցի, որ Էրիկ ջան հասկանում եմ ձանձրալի է քեզ, բայց փորձիր այլևս չգնալ դասաժամը չխանգարել եւ այլն եւ այլն։ Մի խոսքով սիրելիներս, ինչ եմ ուզում ասել, որ ուսուցիչ եւ աշակերտ հարաբերությունը ստեղծվում է ծնող եւ երեխա հարաբերությունից։ Ամեն երեխա իր ընտանիքի հայելին է, սիրելիներս։ Ինչպես կդաստիարակեք, ինչպես կմեծացնեք, մեծի նկատմամբ ինչ հարգանք կունենան, ոնց կվերաբերվեն, դա գալիս է ընտանիքից։ Վստահեցնում եմ ձեզ, այնինչ կատարվում էր դպրոցում, կատարվել է այդ նույն թեման, այդ նույն խոսակցությունը, գնացել է տանը նայ եւ մայրը ծնողը լեզու է դրել իր երեխայի բերանը, որպեսզի երեխան գնա եւ ուսուցչին վարկաբեկի։ Ինչ ուսուցիչ էլ ուզում է լինի, սիրելիներս, լավ թե վատ, դա կարելի է դպրոցի ներսի պատերում այդ հարցը քննարկել, այդ հարցը դնել որոշման, մարդուն վարկաբեկել հրապարակայնորեն, դա չի կարելի, հատկապես այդ տարիքի կնոջը, գոնե հաշվի առնեն տարիքը։ Գիտեք, մայրս մի շատ իմաստուն եւ խելացի միտք էր միշտ ասում, երբ ես բռնկվող եմ բնավորությամբ եղել եմ բռնկվող, շատ հարձակվող, ես տաքանում էի, ինքս էլ չէի զգում, եթե հանկարծ եղբորս մեկը մի բան ասեր, մեր մեջ 12 տարվա տարբերություն կա, ես մեծ եմ իմ եղբորից 12 տարի եւ մամաս աշխատում էր, ես էի եղբորս պահում, խնամում, կերակրում, դուրս տանում, մինչեւ մամաս տուն կգար, ինձ վրա է եղել։ Ես 5-րդ դասարան էի, որ եղբայրս ծնվեց, այսպես ասեմ, բայց բավական հասուն էի մորս օգնելու համար եւ մայրս միշտ ինձ ասում էր, որ ես շնորհակալ եմ, որ ինձնից հետո վահագս ունի մայր, չնայած ես մորս տեղը երբեք չեմ ցանկացել գրավել ու չեմ էլ փորձի երբեք։ Մայրս դա իմ մայրն էր։ Եվ ինչ էր ինձ ասում մամաս, ասում էր, Սեդա ջան, ասում էր, կռվի ժամանակ վերջին խոսքը չեն ասում մարդուն, չի կարելի, ասում էր, վաղը դու այդ մարդուն նորից տեսնելու ես, չէ որ լուսաբացա լինելու, չէ որ նորից պիտի տեսնես, եթե մարդը չամաչեց, եթե մարդը ամոթ չունեցավ, եթե մարդը կարող է կանգնել բղավել, հա նախ, կնոջը ասում էր բղավելը, իր կանացիությունից գցում է, կինը բոլոր պարագաներում պիտի լինի կանացի, եւ ասում էր, երբեք թող քո պահվածքը չբերի հիասթափություն քո ամուսնու մոտ, թող երբեք քո ամուսինը քեզնից չհիասթափվի այն պատճառով, որ դու կարող ես ճակերտավոր ներողություն եմ խնդրում լրբություն անել, դա ասում էր կնոջը չի զարդարում, դա կնոջը սևացնում է, եւ ես կամաց սկսեցի իմ մեջ հաղթահարել այդ բոցաշունչ իմ բնավորությունը, դա մինչև իմ 30 տարեկանը, 30 տարեկանում ես բավական խելահաս մարդ էի, որպեսզի չհարձակվեմ, աղմուկ չանեմ, կռիվ չանեմ, հատկապես ինձանից մեծերի հետ, չի կարելի եւ վերջ, ամեն բան գալիս է ընտանիքից, սիրելիներս, ամեն բան գալիս է մոր դաստիարակությունից, իմ տղայի կյանքում հիմա էլի բավական բարդ փուլ է, 18 տարեկան պատանի է, շուտով կլրանա 18-ը, մի քանի օրից Էրիկիս 18-ամյակն է, ինքն էլ ունի իր կյանքում բարդություններ, բավական հուզական մարդ է, իրեն կարող են չհասկանալ իր հուզականության համար, հա, կարող են նույնիսկ դրա համար իրեն մեղադրել, դա մեղք համարել, որ ինքը հուզական մարդ է, կարող է ինչ-որ մի տեղ հայտնվել, որտեղ իր մանկությունն է եղել, հուզվել, սիրտը կլցվի,
Մարդիկ կան դա չեն հասկանում, դա չեն ընկալում, կարող են իմ տղային վարկաբեկել։ Ես իմ տղային միշտ բացատրում եմ, Էրիկ ջան, հուզմունքդ այսուհետ, պահիր քո ներսում, հուզվիր ինձ մոտ, քո պատերի ներսում, հա, բայց թուրնի դուր, որ մարդիկ, այն մարդիկ, ովքեր չունեն հուզական աշխարհ, քեզ վրա բարկանան, քեզ վրա չգիտեմ ինչ անեն, այսինքն ես իմ երեխային դաստիարակում եմ, ինչպես իրեն պահի այն մարդկանց մոտ, ովքեր կարող են չհասկանալ իրեն։ Ես չեմ ասում, հա, քոնը կզորրես այտենց, կգնաս, էլի կանես, չի կարելի, որովհետև իր պահվածքից կարող է ուղղվել դիմացինը։ Կարող է եւ չուղղվի, չեմ կարող ասել, մարդիկ տարբեր են, բայց պարտքս եմ համարում իմ երեխային կարգավորելու, իմ երեխայի հուզական դաշտը բերելու բալանսի, որպեսզի ինքը կոնֆլիկտ չունենա այս աշխարհում, ոչ մեկի հետ։ Ամենահեշտ բանը մարդուն վիրավորելն է, վիրավորել մարդուն, վարկաբեկել մարդուն, հարձակվել մարդու վրա, դա ամենահեշտ բանն է, ամենադժվար բանը լռելն է, լռելը, երբ անգամ դու գիտես, որ դիմացինը սխալ է, հա, լռելն է, զուսպ տանելն է դա, կամ փորձել բարյացկամ ձևով բացատրել մարդուն, եթե դա էլ չի օգնում, ուրեմն պետք է մարդուն այդ պահին պարզապես թողնել հանգիստ, սիրելիներս։ Այս երեխաների պահվածքը, այս տեսակ ագրեսիան չունի ոչ մի արդարացում։ Ես վստահ եմ, որ իրենց ընտանիքներում այս վիճաբանությունը այնքան է դրվել վերցրել եւ հենց ծնողն է հորդորել, կգնաս ու ամբողջը կպատմես, կգնաս սա կանես, նա կանես, այսինքն ծնողը երեխայի թևերն է։ Սիրելիներս, պետք է իմանաք, երբ ձեր երեխային վեր բարձրացնեք եւ այնքան վեր բարձրացնեք, որ հանկարծ ձեր կողքով անցնեն եւ ձեր թևերը ծալվի, դուք թափով չընկնեք ներքև։ Մարդը միշտ պիտի մնա բարձրունքում, հա, ծնողը, որը երբևէ իր երեխայի թևերն է, պետք է այնպես պահի այդ թևերը, պետք է այնպես իր երեխային բարձրացնի, որ իրենից հետո էլ երեխան գետնին չընկնի այդ բարձրունքից։ Հուսամ խոսքս տեղ կարողացա հասցնել, սիրելիներս, մի քիչ դժվար ու բարդ գուցե ստացվեց, չեմ կա, գուցեև չստացվեց բարդ, գուցեև բոլորն էլ հասկացան, վստահ եմ, որ հասկացաք, որովհետև ինձ հետևողները բոլորը կիրթ կրթված մարդիկ են։ Հուսանք, որ մեր այսօրվա երիտասարդները, մեր երիտասարդ մամաները շատ ավելի խելացի եւ խելամիտ կգտնվեն եւ իրենց երեխաներին կտան փայլուն դաստիարակություն, որովհետեւ կրթությունն առանց դաստիարակության համահավասար է զրոյի, սիրելիներս։ Դե ինչ, այսքանն էի ուզում ձեզ հետ կիսվել, որոշել եմ գնալ մազերս կտրել, որոշել եմ ես չոլկան երկարացնել, չգիտեմ ասել եմ թե չէ, բայց չի ստացվում երկարացնել, անդադ ընկնում է աչքերիս մեջ, ես էլ ալերգիկ եմ, ասել եմ աչքերս ամառվա ընթացքում անդադ արտադրություն է ունենում, սա էլ ընկնում է աչքերիս մեջ, ստիպված սրանով ամրացնում եմ մազերս, որպեսզի բան լինի, չընկնի աչքերիս մեջ, էլ ավելի բորբոքվի աչքերս։ Այսպես անուշիկներս, դե ինչ, ձեզ մաղթում եմ խաղաղ ու գեղեցիկ օրեր, լավ օրեր, լուսավոր օրեր, լինենք զսպված, լինենք տոլերանտ դիմացինի հանդեպ, չվիրավորենք իրար, երբեք, մեր լեզուն, մեր բերանը դրա համար չէ մեզ տրված, կխոսենք, հետաքրքիր թեմաների շուրջ կխոսենք, չեմ հասցրել նայել ձեր մեկնաբանությունները, բայց նորից ու նորից իմ խորին շնորհակալությունը յուրաքանչյուր մեկնաբանության համար, սիրելիներս, անչափ երախտապարտ ու շնորհակալ եմ ձեզ, լավ եղեք, Աստծով եղեք, ամենակարևորը մարդ մնանք։ Սիրում եմ բոլորիդ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով։